Շնորհակալություն, հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մինչև օգոստոսի 8-ը եւ նաեւ օգոստոսի 11-ին, երբ խաղաղության պայմանագիրը արդեն հրապարակվեց, ընդդիմության ամենակարևոր թեզը հանձնում են, տալիս են, Սյունիքը տվեցին, Միջանցքը տվեցին, այս թեզերի շուրջ է շրջանակվում։ Հրապարակվեցին տեքստը, մի պաթոսախեղտ արտահայտություն հորինեցին, նվաստացնում է մեր արժանապատվությունը։ Այդ պաթոսախեղտ հայտարարությունը դրեցին խաղաղության պայմանագրի եւ նաեւ հռչակագրերի գլխին եւ սկսեցին բոլոր եթերներով նվաստացնում է մեր արժանապատվությունը։ Բանական հարց ենք տալիս։ Պայմանագրի մեջ նշեք 1 կետ, հռչակագրի մեջ նշեք 1 կետ, մի դրույթ, մի բառ, որը դեմ է ՀՀ պետական շահին։ Գնացին մանեկան, բերում են 3 կետ, որոնք չկան այդ պայմանագրում։ Գերիների վերադարձ, Արցախահայության իրավունքների վերադարձի իրավունք, ԼՂ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Բնականաբար այս կետերի շուրջ երկար կարող ենք խոսել, որոնք չկան պայմանագրում, ասում ենք, բերեք պայմանագրում կամ հռչակագրում 1 կետ, որը դեմ է ՀՀ պետական շահին։ Չեն կարողանում բացատրել։ Մեկ թեզ են նաև տարածում, ով է դեմ խաղաղությանը, մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը, մենք էլ ենք ուզում խաղաղություն, մենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում։ Ես ուզում եմ մտովի մի 5 տարի առաջ գնաք, խաղաղությունը իմիջիալոց բարեդրացական հարաբերությունների հաստատումն է հարևանների հետ։ Մի հոգի կարող էր հայ հասարակության մեջ պատերազմից առաջ խոսել բարեդրացական հարաբերությունների մասին։ Մի հոգի ամբողջ ներքաղաքական դիսկուրսը, ամբողջ հասարակական խոսույթը տարածվում էր միայն թշնամանքի մասին։ Ինչի մասին է սա, որտեվ դուք կոնֆլիկտածին եք, դուք ողբերգության ծնունդն եք եւ ցավոք սրտի ձեր համար դուք կոնֆլիկտի ավարտից հետո մեռնելու եք քաղաքականապես։ Շնորհակալություն։